Այս կոնֆլիկտում Թուրքիան չեզոք երկիր է։ Մի քիչ դժվար է իրականում պատասխանել, որովհետև մինչև մի քանի ժամ առաջվա իրադարձությունները ես կասեի, որ Թուրքիան փորձում է չեզոք մնալ կամ ավելի ճիշտ կլինի բնութագրել, որ փորձում է բալանսավորել միաժամանակ լինելով շատ զգույշ ու միաժամանակ իհարկե փորձելով նաև որոշ դիվիդենդներ շահել։ Նախ մի քանի խնդիրներ կան։ Առաջինը, որ Թուրքիան նույնպես շատ անհանգստացած է, մտահոգված է անվտանգային խնդիրների հետ կապված։ Տեղափոխվի իր տարածք։ Ավելի շուտ ոչ թե կտեղափոխվի իր տարածք, այլ կարող է Իրանում տեղի ունենան որոշ գործընթացներ։ Օրինակ հիմա շատ է խոսվում սիրիականացման սցենարի մասին կամ քրդերի խնդրի մասին, իսկ եթե խոսքը վերաբերում է քրդերին, դա Թուրքիայի համար արդեն մեծ ռիսկ ներկայացնող բան է եւ իրենք անպայման կմիջամտեն, ինչպես որ միջամտեցին Իրաքում, Սիրիայում եւ մեծ հաշվով Թուրքիայի առաջին մտահոգությունը սրա հետ է կապված։ Երկրորդը բնականաբար որպեսզի իր տարածքում եղած երկու ռազմաբազաները չռմբակոծվեն, այսինքն ինքը զերծ մնա այդ բոլորից եւ վերջապես կամ եւս երկուսը ասեմ ավելի շուտ, փախստականների խնդիր եւ ամենակարևորը տնտեսական խնդիր, որովհետեւ Թուրքիան էներգոռեսուրսների հարցում ամբողջությամբ կախված է արտաքին, այսպես ներդրումներից։ Երեք երեկոյան արդեն ինֆորմացիա կար, որ Իրաքը փակել է ամենամեծ գազատարը, որը որ գազ է տանում Թուրքիա, իսկ դա բավականին մեծ տոկոս է Թուրքիայի տնտեսության համար, դա Իրանից չի գնում, այսինքն եթե ոչ Իրաքը փակել է անվտանգային նկատառումներ։ Կարծում եմ այո, անվտանգային, որովհետև այնտեղ հատկապես Իրաքյան Քուրդիստանի հատվածում ռմբակոծություններ եղել էին։ Սկզբում եղավ տեղեկություն, որ իրանական հրթիռը գնացել է Ինջիրլիկի ուղղությամբ։ Նախ դա հաստատվեց։ Այո, այս վերջինը արդեն այսօրվանը հաստատվեց եւ հետաքրքիր է, որ դա միանգամից խփել էր ՆԱՏՕ-ի ուրեմն հակապաշտպանական համակարգը, ոչ թե թուրքական, սա շատ հետաքրքիր է, եւ հետո թուրքերը իրենք հայտարարեցին, որ նպատակը եղել է Ինջիրլիքը եւ հեռախոսազրույց ունեցավ Ֆիդանը Արաղչիի հետ եւ հիմա կանչել է նաեւ Իրանի դեսպանին արտաքին գործերի նախարարություն։ Ես կարծում եմ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի ինքը չներքաշվի։ Տեսեք, որտեվ հենց սկսվեց ռմբակոծությունները։ Երևի Իրանն էլ ամեն ինչ կանի, որ ներքաշի։ Այդտեղ մի փոքր կդժվարանամ պատասխանել, որտեվ ասեմ խնդիրը ինչումն է, որտեվ Թուրքիան սկզբից հայտարարեց, որ իրենք թույլ չեն տալիս իրենց տարածքների օգտագործում։ Տրամաբանությունը հետեւյալի վրա է հիմնված, որ Իրանը, քանի որ մենակ է մնացել, ինքը պետք է բոլորին քաշի այս կոնֆլիկտի մեջ։ Կոնֆլիկտը ինչքան մեծ լինի, այնքան ինքը ավելի շուտ կմոտենա հրադադարին։ Համաձայն եմ ինչ-որ առումով, բայց Թուրքիան այս առումով վտանգավոր է, ես իմ հակափաստարկները բերեմ, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Թուրքիայի ներքաշելը, անգամ ՆԱՏՕ-ն էլ նման հայտարարություն արդեն տարածեց, դա կնշանակի եւս 32 պետության ներքաշել։ Եթե այսպիսի ռազմավարություն կա, գուցե։ Դե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասում է մենք այս կոնֆլիկտի հետ կապ չունենք։ Բայց եթե հարվածում են Թուրքիային, այնտեղ 5-րդ հոդված կա կանոնադրության, որով եթե որևէ երկրին ՆԱՏՕ-ի անդամ հարվածում են, մեխանիկորեն բոլոր երկրները արդեն։ Այդպեսի մի կետ էլ մենք հապկի հետ ունեինք։ Համաձայն եմ իրականում, բայց այստեղ թերևս շատ բան կախված կլինի իհարկե նահանգների հետագա որոշումից, այնպես որ այս պահին երկու առումով էլ կարելի է մտածել, որ երկու սցենարներ կլինեն։ Նեթանյահն ասում է Թուրքիան ավելի վտանգավոր է, քան Իրանը։ Լսել եք այս։ Իհարկե։ Եվ ոչ միայն Նեթանյահուն է ասում, վերջին շրջանում իսրայելական շատ եւ գործող եւ արդեն թոշակի անցած դիվանագետներ անգամ նախկին նախագահը նման մտքեր արտահայտեց։ Տեսեք ինչա կատարվում։ Իրանը եթե դուրս է գալիս, ձևավորվում է վակուում ուժային, բնականաբար այդ վակումը փորձելու է որևէ պետություն լցնել։ Առայժմ
հետաքրքրություն այդ վակուումի նկատմամբ ցուցաբերում է Թուրքիան, որը այնտեղ ունի պրոքսի ուժեր, որը փորձում է Իրանից վերցնել որոշակի այսպես կերպարներ, թվում նաև հակաիզրայելական մուսուլմանական աշխարհում դիրքավորվելու, բայց իմ կարծիքով Թուրքիան այդ ռեսուրսները միևնույն է չունի, ինչը որ ուներ Իրանը բոլոր առումներով, սկսած գաղափարախոսությունից վերջացրած ֆիզիկական ռեսուրսների առկայությունը։ Իսրայելում թուրք լրագրողներ են ձերբակալվել։ Այո, CNN Թուրքի լրագրող 2 հոգի ձերբակալվեցին։ Հետախուզական կասկածանքով։ Դե տեսեք, իրենք նկարահանում էին այն պահը, երբ որ իրանական հրթիռը ընկնում էր Թել Ավիվում։ Երևի թե տրամաբանական է, որ պետք է ձերբակալվեին։ Հիմա Թուրքիայի հետ սրվում են բոլոր ուղղություններով հարաբերությունները, բայց առաջանում է արդեն Ադրբեջանը որտեղ կլինի հարցը։ Իմ կարծիք էլի տրամաբանություն հուշում է, որ Թուրքիան կձգտի անպայման Ադրբեջանին իսրայելական ազդեցությունից դուրս բերել։ Ես կարծում եմ այդպիսի քննարկումների համար դեռ վաղ է, որովհետև Էրդողանը մի կողմից քննադատում է Իսրայելին, մի կողմից հայտարարում է, որ առևտրի ծավալներն են կրճատվում եւ այլն, բայց երբ որ նայում ենք փաստացի թղթերի հրատարակած տվյալներին, առևտուրը շարունակվում է երրորդ երկրների միջոցով իհարկե, Թուրքիան իհարկե ունի որոշակի նկրտումներ, այստեղ էլի քրդական խնդիրն է շատ կարևոր, որովհետև Իսրայելը ասացիք օգտագործում են ամերիկացիները։ Դե միասին, Իսրայելը եւ ամերիկացիները միասին։ Հիմա տեսեք, եթե այդպիսի սցենար Իրանի պարագայում էլ կիրառվի, սա Թուրքիայի համար մի մահացու սցենար կլինի եւ այս դեպքում արդեն իսկապես Թուրքիան դիրքավորվի ամբողջությամբ հակաիզրայելական եւ այստեղ բնականաբար ըստ էության կփորձի նաեւ Ադրբեջանին ոնց որ պոկել Իսրայելից։